Ներողություն, դուք կոնկրետ տուժել եք, որտեղ եք ներդրում կատարել ու ոնց եք տուժել։ Հելոբիթ հարթակում եք ներդրում կատարել։ Որ հարթակում։ Հելոբիթ։ Ինչքան եք ներդրում կատարել։ $1000։ Ինչ էին ձեզ խոստանում, ոնց տուժեցիք։ Ինձ խոստանում էին, որ ներդրելով գումար կաշխատենք, կավելանա մեր գումարը։ Ու այդպես են։ Փաստաթղթերը օրինական էին, բոլորն օրինական էին թվում, բայց վերջում պարզվեց խաբեություն էր։ Քանի տարի է որ բողոք եք ներկայացրել ու պայքարում եք։ Այն 1 տարի է։ Ու ոչ մի պատասխան չկա պատկան։ Ոչ։ Որևէ բան չեք ասել։ Ոչ, միայն տուժող ենք համարվել։ Ճանաչվել եք։ Այդքանը։ Շնորհակալություն։ Չեք ուզում խոսել, կոնկրետ ասել ինչ խնդիր ունեք։ Դուք էլ եք տուժած, ասեք։ Այո, ես Ինչքան գումար եք ներդրել, որտեղ։ 400,000 դրամ։ Որտեղ եք ներդրել։ Ես Սպիտակիցի եմ, Ղարաբաղցի եմ, Սպիտակում եմ ապրում։ Լիան Արզումանյանն եմ։ Առավոտից զանգել եմ, որ հիմնադրամի աշխատողներից եք, պիտի բերես 80,000 մտցնես, որ քեզ գումար տակ, 400,000 խաբեցին, վերցրեցին։ Որ կազմակերպությունը Հելոբիթ էլի։ Դե խաբեցյան զոհդարա։ Ով խաբեց, կոնկրետ ով է խաբել։ Արման Կիրակոսյան անունով պասպորտ ուղարկեցին վրա, որ դու ուղարկիր այդ գումարը, ես էլ Արցախցի դժվար։ Ինչ պիտի անեի, այդ գումար ինչի համար փոխանցել։ Ասաց, որ հիմնադրամից եմ, այդ Զինվորների, ինչ որ Արցախի, ինչի։ Արցախի հիմնադրամից է խաբել է Լիանա Պետրոսյանի մեր այդ աջակցությունները չեն տվել տան վարձ պիտի տամ 3 ամիս չեն տվել, հետո զանգեցի, որ սենց բանի ինձ օգնեցիք, որպեսզի տան վարձ տամ, չեմ աշխատում, հիվանդ եմ, առողջական վիճակ։ Ձեզ ասեցին 400,000 փոխանցեք, որ ձեզ օգնեն։ 400,000 գումար փոխանցիր, որ քեզ օգնեք, միլիոն ուղարկեք, որ բուժումներդ կատարես, դեղերդ առնես։ Դե հիմի ես էլ միամիտ չեմ իմացել, ինձ այն 400,000 խաբեցին, վերցրեցին։ Կանխիկ եք վճարել, թե ուղարկել եք հաշվի համարին։ Ինքը ես այդտենց չեմ իմանում, ասած ես ինչ Սպիտակի Դանիելյան խանութի այդ տերմինալով ուղարկել եք։ Տերմինալով։ Հա, ուղարկել եք, Հետո պարզվել է։ հետո Ինչ Կիրակոս։ ասել է Արման Կիրակոսյանն եմ ես քեզ այդ դաժե պոմուշ եմ ուղարկում, որպես Արցախցի ես, գումարը շատ ուղարկում եմ 1 միլիոն, որպեսզի դեղեր, ես նես չեմ լի, որ խաբված եմ կյանքում, չէ, էտա որ խաբվեցի, էտ էլ քաղաքության զոհդարա։ Իսկ դիմել եք պատկան մարմիններին իրավապահներին, ինչ են ասում, չեն գտնում ով է այդ Արման Կիրակոսյանը։ Գնացի սեպտեմբերի 12-ին, որ իմացա արդեն խաբեցին ինձ, գնացի ոստիկանություն, հետո ասացին, որ չես ճանաչում, խեյս տվել, ասում եմ չգիտեմ, մեզ մոտ տենց բան չի եղել, 60 տարեկան մեծ կին եմ, բայց տենց բան մեզ մոտ չի եղել, Ղարաբաղցի եմ տուժված, ես էլ հիվանդանոցներում, հիվանդ կին եմ, հա, դեղերով ես ինչ իմանամ, թե կխաբեն ինձ։ Իսկ չեն գտնում իրավապահները ով է այդ Արման Կիրակոսյանը, հեռախոսահամարով կամ այդ տվյալներով։ Կա քննչական դիմեցի, կիրավական քննչական դիմեցի, հետո էլի Սպիտակից ուղարկեցի, զանգեցին, որ արի մեզ մոտ, մենք նկարահանեք, մենք տեսնեք ոնց հաստատվում, դե ցույց են տալիս ամեն ինչը, որ բռնվում են, այդ փողերը հետ կվերադարձնեն, խաբեություն այլի, չեն վերադարձնում, արդեն սեպտեմբերը մոտեցել է, մի տարի է դառնում, ես էլ ինձ փող չի եղել, հարևանս տվեց, ասեցի, սենց բան են ասում, միգուցե օգնես ինձ, ասաց, ոչ կտամ, դե ինչ իմանամ խաբեություն է,
Այսինքն պարտքով այդ 400,000-ը գտել եք, որ տակ այդ Արման Կոչեցյալին, որ ինքը 1 միլիոն դրամով ձեզ օգ։ Հա, ես ինչ ման։ Ցեցիք հիմնադրամի հետ կապվել, հասկանալ ճիշտ է։ Անգել է ամեն ձևի համա մեզ մոտ է մարդ չկա տենց, ասում է խափեություն է, ասում եմ ես ինչ իմանամ։ Այսինքն սկզբից փոխանցեցիք, հետո ինչ որ օրեր սպասեցիք, տեսակ չկա, նոր Անգեցի, հեռախոսը անջատելա, հետո ես այդ թղթերը վերցրեցի, գնացի այդ ինչ ասեմ, գումարը որ տվել եմ, այդ չեկերը։ Հետո գնացի, ասեցի, բայց սենց խափվել եմ, ինչ անեմ, ես ինչ երկիր է, մեզ Ղարաբաղից հանել են դատարկի մի էլ վիճակի մեջ գցել։ Ասաց ոչինչ, մի բան կանեք, միգուցե հայտնվի։ Լրիվ թղթերը տվել եմ, ես նես չեմ լի համաձայնվել, ինքը նկարը ուղարկել է, ասել է միջև մի ժամը ես փողներ եմ ուղարկում, պոմուշել եք բերում։ Ես իմացել եմ հիմնադրամն է, ինչ իմանամ, թե խափեություն է։ Հայաստանի Հանրապետությունը ցենց խափեություն կա, ես չգիտեմ։ Ես խնդրում եմ, որ տենց մարդկանց վերացնեն աշխարհից։ Ես ինչ վիճակի մեջ եմ ես գցել։ Շատ եմ խնդրում։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Դուք եք դժվարացնել։ Չէ, Լավ, ներողություն։ Հələ սպասի։